Չեմ դիտարկում նման սցենար։ Պարոն Սարգսյան, նշեցիք, որ Անդրանիկ Քոչարյանը անձնական ինչ-որ ամբիցիաներով է նման քայլի գնացել, որ ասի տեսեք Հայկ Սարգսյանի նախագիծը տապալեցի։ Ինչ անձնական Հարցերը կրկնվում են, մենք անձնական վեճ չենք ունեցել։ Ես միշտ լավ հարաբերություններ եմ բայ բոլորի հետ, հատկապես Քոչարյան Անդրանիկի հետ։ Միակ վեճը, որ կարելի ասել, դա եղել, որ ինքը ասել է, ես չեմ ուզում առանց ինձ նիստը վարվի։ Ես էլ ասել եմ, դրա հետևանքը լինելու է այս կորուստը պետության համար։ Պիտի կշռենք։ Հիմա որ դուք նիստը չվարեք, ինչ վնաս ենք կրում, եթե այս օրենքը չի ընդունվում, ինչ վնաս ենք կրում։ Հիմա ինքը մտածել է, որ իր նիստը չվարելը ավելի վնաս է, քան այս օրենքի հավանական վնասները չընդունման դեպքում։ Շնորհակալ եմ շատ։ Բոլորի հետ լավ հարաբերություններ եմ։ Գեղամ Մանուկյանի հետ խոսելիս ասում եք ձեր մի րոպե Գայրերան ինչպես եք պատկերացնում, բնական այդ Ավանեսյանը, որ 22 թվին է ԿՊ անդամ դարձել, երրորդ տեղն է գրավում, դուք Փաշինյանի հետ ճանապարհ եք անցել եւ այլն։ Ես եղել եմ քաղաքացիական պայմանագիր դեռևս հասարակական խմբավորման հասարակական միավորման անդամ դեռևս 2010 բայց գնացած ընթացքը ցույց տվեց այդ